Դատան լսելով դատավության մասնիկստին, մասնավորապես այն նորովի որոշումը դատավության հակառակողի պաշտպանների որոշումը ներկայացվող հարցի կապակցությամբ դատան արձանագրում է, որ տվյալ դեպքում կապամիջոցի ժամկետը 3 ամսվա ընթացքում պետք է քննարկման արտակարգում եւ կողմերի կապի այդ մասին լսումը, որպեսզի իր հետևություններն անելիս որ նշանակություն ունենա դրան ևս արձանագրել եւ կայացնել Նաև այս ընթացքում կաներ հարցաքննվել են դատավարությունը որոշակի առաջընթաց ապրել է, առաջընթաց առնթարումը, որ մենք դատարական գործողությունները կատարել եւ արձանագրել ենք պայմանականորեն 16 վկայություններ, այնպես որ հարցաքննվելու մշտականազմ։ Միևնույն ժամանակ դատարան արձանագրել, որ այն մտավախությունները, որոնք արձանագրվել են նախորդ որոշման մեջ, այդ մտավախությունները ամբողջությամբ չեն քարոզվել, չեն վերացել։ Եթե ինչպես նշում է պարոն Ռուբեն Մելիքյանը նժարի մեջ որոշակի փոփոխություն եղել է, այդ փոփոխությունը այն աստիճան չէ, որ հակառակ նժարի հավասարակշռության վրա ազդեցություն ունենա։ Հետևաբար դատարանը գտնել է, որ տվյալ պարագայում տնային կալային խափամիջոցի վերացման միջոց չկա։ Սինը տնային կալանքի գործողության ընթացքում դրա իրավաչափության պայմանները չեն վերացել եւ չեն փոխվել։ Այն աստիճան, որ դա 5 ամսանա խափամիջոց տնային կալանքը վերացնելու կամ փոխելու։ Դատարանը նման դիրքորոշումը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ մյուս հնարավորական խափամիջոցները չունեն այսպիսի գործի կարգած, որը կարող է այն վերահսկելիությունը ապահովել ինչ տնային կալանքի կիրառման պայմաններում է ապահովում։ Այն հանգամանքը, որ 6 ամսվա ընթացքում 21 այց է կատարվել, եւ պրոբացիայի ծառայության աշխատակիցները իրենց վրա դրված պարտավորությունները պատշաճ են կատարել, 21 այց են կատարել, ինչպես բնորոշում է մեղադրյալ Արմեն Աշոտյանը, որ թոփի գործերից մեկը իր գնահատման իրեն եւ մյուս վերաբերյալ գործընկերները պայմանավորված այդ հարցի հասցեատերը կամ պատասխանատուն դատարանը չէ, այլ այն անձինք, ովքեր իրենց պարտականությունները իրականացնում։ Միևնույն ժամանակ այս ամենի ընթացքում բնականաբար դատարանը դատավարության մասնակիցներին ընդհանրապես հարցաքննող վկաների ինչ հարցի շրջան հարցաքննիչ են բոլոր հնարավոր գործահանգամանքները, որոնց վրա նշանակություն կարող են ունենալ կամ վկաներ տրված ուսումնները, կամ այն վկաները, ովքեր դեռևս պետք է հարցաքննեն, բայց այս ամենի հետ մեկտեղ կարևոր նշանակություն ունի մեղադրյալների գործումը եւ մյուս մեղադրյալները ինչու են մեղադրվում, ինչի համար են մեղադրվում եւ հետագա դատավարական վարչապետարանով հնարավոր ազդեցությունները։ Այս ամենով պայմանավոր դատանագրվում է խափամիջոցի ժամկետը պետք է երկարաձգել։ Հնարավոր տեխնիկական հարցերի մասով որ բարձրացնվեց, հենց տնային կալանքի վերաբերյալ քրեական դատավարության դեպքի Ալեքսանդրովի հաղորդակցություն ունենալու այդ հեռախոսազանգեր չունակել ինչի կարող տարածվել մի քանի բաների վրա։ Օրինակ, անհրաժեշտ դեպքում մեղադրյալը կարող է զանգել ազդեցնել արտակարգ իրավիճակների ծառայություն եւ ասել, որ օրինակ ինչ պատճառներով օրինակ մենք ջուր կապենք։ Շատ դեպքերում արտակարգ իրավիճակների զանգում է, եթե մամուլից տեղեկանում են եւ մենք ասում են չեն կարող հյուրասենյակից գնալ խոհանոց, քանի որ մարդու մենակ է ապրում, հաշմանդամ է, չի կարող գնալ եւ օգնության տարեկան։ Հետևաբար, եթե որևէ հարց առաջացել է, որ պետք է ազատել արտակարգ իրավիճակներ, հնարավոր ավելի չարձանագրել, որ կարելի է դեպքանալ անչափներ կամ որևէ որի արդյունքում անմիջական վտանգի կյանքին համապատասխան։ Դա կարող է լինել նաև այնպիսի բան, որը կարող է առնվազն խոչընդոտներ ստեղծել բնականոն կյանքի ապահովման։ Ինչ վերաբերում է բոլոր նրան, որ եթե գիշերային պայմաններում այնպիսի հասնի կամ դատարանի արձակուրդում գտնվելու պայմաններում հասնի, որ չեն կարող իրականացնել դատարանի կապ հաստատել եւ այդ խնդիրը կարող չլուծել, դա առաջընթաց չկա, այդ խնդիրը կարող է լուծել։
Պրոբացիայի ծառայությունը ինչ կարձանագրում է, կարձանագրի պրոբացիայի ծառայությունը։ Դա խախտում կարձանագրի, որպես խախտում կարձանագրի դեպքում կգնահատի դատարանը։ Այդ մասին մենք առողջունություն տեսել։ Կրթության ծրագրերի հետ կապված, կրթության ծրագրերի մասով եթե կներկայացվի համապատասխան իշխանություն, կոնկրետ կրթական ծրագրի մասնակցել, ճիշտ է այստեղ ինչպես որ հասանելիություն չկա, որպեսզի ուսումնասիրություն կատարվի, որ կրթական ծրագրի մասնակցել, ձևաչափով ցանկության դեպքում դատարանը կարծում է, որ դրա հնարավորությունը կարող է ստեղծվել, եւ եթե կներկայացվի կրթական ծրագրի կոնկրետ մասնակիցներ, վարող, որ իրականացնում դա ծրագրի, դատարանը կքննարկի եւ որոշում կկայացնի։ Հարց կարող է առաջանալ, որ օրինակ այդ կրթության ծրագրին կարող է մասնակցել այնպիսի անձին, որոնց մասին տվյալներ կարող են չիմանալ եւ ես որ դատարանը դրանով չբավարարի, եթե օրինակ որևէ օտար երկրացի մասնակցում է այդ ծրագրին, դատարանը բնականաբար նրանց վերաբերյալ տվյալները հաշվի չի առնում։ Եթե մասնակցում են Հայաստանի Հանրապետությունից այլ անձին, գուցե դրան կարևորել գործի քննության հանգամանքների տեսանկյունից։ Գործադիր կանոնի անդամների եւ կանոնների իմաստով եւ հնարավոր հայ համացանցի կամ շփման հավաքածման հնարավորությունների անձանց հետ անմիջական շփման առով բնականաբար թե ինչ կփոխվեն դա էլ դրա մասով որովհետեւ վերահսկողություն չի կարող, բայց որ անձը եթե հյուրընկալում է կոնկրետ անձի, այսինքն եթե պրոբացիայի ծառայությունը գալիս եւ արձանագրում է, որ Արմեն Աշոտյան, օրինակ Արմեն Աշոտյանը տանը գտնվում է անձը ստուգում են, բազում են Մարգարիտ Եսայանը չարը դարիչ և անձանագրվեց պաստր, բայց երբ որ հաղորդացում է, այսինքն պայմանականորեն գալիս են տեսնում խոսում, ասում եմ հետս խոսում Մարգարիտ Եսայանը, եղնելով պաստր Մարգարիտ Եսայանը հետա խոսում, թե չգիտեմ, գործով մեկատերի հետանոսում, այսինքն կան հանգամանքներ, որ մի դեպքում վերահսկելի են, մի դեպքում վերահսկելիությունը շատ ավելի ցած է, ինչպես հանգամանք, որ պայմանավորված է հաղորդացման իրավունքայիսկանի դատարանը հաղորդացումը բացելի նրանից, որը թույլատրվել է գործում և հաղորդացվել, որ գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից։ Հետևաբար նշված հանգամանքները հաշվի առնելով դատարանը արտոնյակների պայմանավորված դրան քաղաքի ժամկետը երկարազորքեր 3 ամիս ժամանակով սահմանափակումների հետ կապված կրնուր փոփոխություն, սահմանափակումների մասով քանի որ հիմնականին երեք գործոնները նշվեց դատարանը երկու գործոնների ասել, որ դրան ով դեպքում կարող են հիմնական աղոկա լինեն և դրանցից օրինակ ինչ կարող է։ Ինչ մնում է իր մասնագիտական գործունեություն վերակառավարման որպես քաղաքական գործիչ, քաղաքականության կարգավորվող իր գործընկերների և հանդիպումների հաշվի առնելով նշված գործադիր կանոնի անդամների և շփումների հնարավորությունը, հաշվի առնելով որ տվյալ գործադիր կանոնի անդամները գործողության կարող են ավարտանի մյուսները գործել կտեսակեսին դատարանի դրամատուրգիան պարչկան ստեղծություն կարող է հնարավորություն եւ առնվազն այն գործադիր անդամների 4-ի հետ տեսակցություն ասինքն կարող է շփումը թույլատրել որպես ազգային ժողովի գործող պահպանողներ, խոսքը ուսակցական անդամների մասին է, ովքեր նաև գործադիր Մեղադրյալ Արմեն Աշոտյանին և այդ 21 անդամներից մեկը ինքն է 4 գործող պատգամավորներ են, մեկը Կարեն Ավագյանն է, մնացած 15 անդամների հետ, դատարանը կթույլատրի շփում ունենալ, իսկն հյուրընկալ է, քանի որ այդ ցանկը չգիտեմ սպառիչ ինչպես ծրոջ, դրվել է մեկի անազգանունի նորացվել է, երկրի գործընկերների կնկին Աշոտյանի, դատարանը հասանելի ակտիվներից այդ անձանց տվյալները կվերցնի և որոշման մեջ արդեն փաստաթղթային որոշմանները դրանց
Հետևաբար դատարանների որոշումը այսքանով հասկանալի է, որ այդ անձանցը շփումը չի ենթադրում նրանց հաղորդակցման համակարգություն, այլ հյուրընկալել իր հնարավորության բարում և շփվել, եթե իհարկե մարդիկ կցանկանան հյուրընկալել, անգամ ավերնաշությունը կցանկանան նրանց հյուրընկալել։ Միշտ ներկայից մնացության որը Տնային կանանքի ժամանակ երկար ձեկ չէ